საყვარელი საფლავს ლეძებდი ვერ ვახედა გარგული ხარ ულამოსყრილი სტიროდი სადა ხარ ჩემო სულიკო ულამოსყრილი სტიროდი სადა ხარ ჩემო სულიკო Okay. Hi everyone, I'm Suzanne Ghukasyan and I'm a student of CHIPA, Georgian Institute of Public Affairs. Today I arranged this meeting in order to talk about ethnic population of Georgia, mostly living in Samtskhe-Javakheti region, ethnic Armenians, who has limited knowledge of Georgian language and no access to plural news, information and opinions. And like not all of them are in this situation, of course, but today we are going to talk about some issues regarding this topic. And I have here a very active and smart group of youth from Samtskhe-Javakheti. And this is very, very great that I can have you here, guys, and talk to you about those things, since I believe that you are the future of your community, and you actually have a good voices to talk about this, and you are the change of this, let's say. So please, now I will change my language into Armenian, just for you to be free and calm, and then I'll add subtitles. Well, yeah, please introduce yourself. So you can start Armenian, and maybe Georgian or English, it's up to you, but I believe that Armenian is better for you. So please introduce yourself. Let's start from Lamara, since she's first in my screen. So dear, introduce yourself and what are you doing, please. Okay. Ես Լամարա Հաղվերդյանն եմ, ապրում եմ Նինոց Մինգայում, Ջավախքից եմ, սովորում եմ Թբիլիսիում։ Всё. Բայց առաջին կուրս ես, չէ՞, սովորում Թբիլիսիում։ Հա, սովորում առաջին կուրսում։ Զրո թե առաջին։ Առաջին։ Okay. Ինչ բաժին դա նշես։ Մենեջեր։ Manager. Okay. Հիմա Սևակ ջան, խնդրում եմ ներկայանաս։ Ողջույն բոլորին, ես Սևակ Գաբրելյան եմ, Ախալքալակի Շրջանի Խորենյա գյուղից,
Սովորում եմ Թբիլիսիում Իլիա պետական համալսարանի բիզնեսի եւ տեխնոլոգիաների ֆակուլտետում եւ ընտրել եմ համակարգչային ինժեներիա ուղղությունը։ Շատ լավ։ Լուսինե ջան։ Ես Լուսինե Նուրջանյանն եմ, Ջավախքից եմ, 18 տարեկան եմ ու սովորում Գխանդոյի հանրային դպրոցի 12-րդ դասարանում։ Շատ լավ, Ժաննա։ Բարև, ես Ժաննա Չոկանդայրան եմ, Ախալքալակի շրջանի Կուլիկամ գյուղից եմ, սովորում եմ Թբիլիսիում, Իլիա Ջավջավաձեի անվան պետական համալսարանի ուսանող եմ, սովորում եմ նախապատրաստական կուրսում, այսինքն 0 կուրսում։ Շատ լավ։ Կարեն։ Բարև, ես Կարեն Շայբեկյանն եմ, ես եմ սովորում Իլիայի պետական համալսարանում, առաջի կուրս անգլիստիկա բաժնում։ Շատ լավ։ Ես կուզենայի մի բան հստակեցնել, այսինքն Ժաննան է միայն սովորում 0 նախապատրաստական կուրսում, եւ Լուսինեն դեռևս ուսանող չէ, դուք միանգամից առաջին կուրս եք գնացել, թե դուք ունեցել եք եւս նախապատրաստական կուրս։ Առաջ 0 կուրս անցել ենք արդեն։ Եվ այդ նախապատրաստականը հիմնականում կապված է եղել լեզվի հետ, չէ՞, դուք այսինքն այնտեղ մնացել եք 1 տարի զուտ որ վրացերեն լեզվին տիրապետեք։ Դե 0 կուրսի, այսպես 0 կուրսի ծրագիրը այնպես է մշակված, որ ուսանողները ու էթնիկ փոքրամասնությունները ավելի շատ ինտեգրվին Թբիլիսիին, հենց քաղաքին ու ձեռքի հետ վրացերեն սովորեն, այսպես շատ։ Ահա։ Շատ լավ։ Ու ծրագրի մեծ մասը հենց ինտեգրացիան է։ Եղեք ջան, շատ ուրախ եմ, որ եկել եք, շնորհակալություն շատ ժամանակ տրամադրելու համար։ Գաղտնիք չէ, որ ձեզ նման երիտասարդները այսօր իսկապես շատ մեծ արժեք են ներկայացնում եւ դուք այսօրվա թե ներկան եք, թե ապագան եք եւ նման խնդիրները կարծում եմ շատ ավելի նպատակահարմար է քննարկել հենց ձեզ հետ։ Այսպես ես կուզենայի հարց ուղղել եւ միասին քննարկենք այսօր այս մեր խնդիրը, այսպես ասած, կապված հայերեն եւ վրացերեն լեզուների հետ։ Այ դուք ապրում եք փաստացի Վրաստանի վարչական տարածքում, ապրում եք հայկական միջավայրում, հայկական համայնքում, խոսում եք հայերեն, հաղորդակցում եք հայերեն, բայց միանշանակ կան դեպքեր, որտեղ անհրաժեշտ է լինում վրացերեն լեզու։ Եվ ոչ բոլորն են, որ Ջավախքում խոսում են վրացերեն, հա, այսպես ասենք։ Այ կուզենայի մի քանի բառով դուք ձեր կարծիքը ներկայացնեք, ապրելով Ջավախքում, լինելով հայ համայնքի մեջ եւ չունենալով վրացերեն լեզվի հստակ եւ հմուտ գիտելիքներ։ Ով կուզենա սկսել մի քանի բառով սրա մասին։ Չէ։ Սեմ կարծում։ Okay. Ապրելով Ջավախքի շրջանում, որտեղ մեծամասնությունը ապրում են հայեր, չնչին տոկոսն է, որ ապրում են վրացիներ եւ այլազգի ներկայացուցիչներ, իրականում շատ հեշտ է ավելի շատ խոսել հայերեն, քան վրացերեն, քանի որ ինչպես բոլորս գիտենք, շրջապատը շատ մեծ դեր ունի լեզվի տիրապետման հարցում։ Դրա համար մեզ համար ավելի հեշտ է մարդկանց հետ հաղորդակցվել հայերեն, մեծամասնությունը այստեղ գիտենք, որ վրացիները ավելի շատ են տիրապետում հայերեն, քան հայերը վրացիներ։ Դրա համար այս հարցով մեզ մի քիչ ավելի դժվար է շրջապատի կողմից սովորել հայերեն, ով վրացերեն։ Հայ դպրոցում ինչ կարգավիճակ է։ Դուք սովորել եք վրացերեն, հա, փաստացի այստեղ գտնվող բոլորդ, եթե չեմ սխալվում, բոլորդ խոսում եք վրացերեն, տիրապետում եք վրացերեն լեզվին, բայց եւ այնպես դուք ինձ ասել եք նաեւ եւ մենք ունենք իհարկե հետազոտության արդյունքները, կա որոշակի զանգված, որ չի տիրապետում վրացերեն լեզվին։ Ինչ եք կարծում, ըստ ձեզ, ինչու է այդպես։ Արդյոք դպրոցում բավարար գիտելիքներ չեն ստանում վրացերեն լեզվի հետ կապված կամ պարզապես չեն ուզում սովորել։ Եվ եթե չեն ուզում սովորել, ինչու չեն սովորում, ինչ եք կարծում։ Լամարա ջան, կարող գուցե դու մեկնաբանես սա մասին։ Հիմնականում
փոքր տարիքի երեխաները չեն ուզում սովորել վրացերեն, ապշուտ չեն ձգտում սովորելու, քանի որ իրենք մտածում են, որ վրացերեն իմացությունը իրենց համար այդքան էլ կարևոր չէ, որովհետև իրենց մեջ փոքրուց սերմանվում են, որ նրանք պետք է Հայաստանում սովորեն, Հայաստանն է իրենց հայրենիքը, Հայաստան պետք է ապրեն, եւ նրանք վրացերենին այդ պատճառով հիմնականում ուշադրություն չեն դարձնում, արդեն դպրոցում բարձր դասարաններում 11-12 այդ ժամանակ արդեն հետաքրքրվում են վրացերենի սովորելով, որովհետև տեսնում են, որ շրջապատում մեծամասնությունը Վրաստանում է ցանկանում կրթությունը շարունակել։ Բայց շատ հաճախ նաև երբ որ տվյալ աշակերտը ուզում է սովորել, ուսուցիչից էլ է գալիս, որ ինքը չի կարող սովորել, որովհետև այդ ուսուցիչը իր մասնագիտության մեջ այդքան էլ լավը չի լինում, որ այդ երեխուն, այդ մարդուն ինքը կարողանա լավ սովորեցնել։ Դրա համար էլ աշակերտի աչքից այսպես հատածնգնում է եւ լեզուն, եւ այն փաստը, որ ինքը ուզենա Վրաստանում էլի շարունակի սովորելը։ Իսկ այն բայց կա մի հատ ուրախալի լուր, որ մեր Ջավախքում գոյություն ունի մի հատ դպրոց, Ժվանյայի դպրոց է կոչվում, այդտեղ անվճար կրթություն են տալիս վրացերենի։ Իսկ երբանից է գործում այդ դպրոցը, Լուսինե ջան։ Այդ դպրոցը ճիշտն ասած չեմ կարող։ Մեր թվարկությունից։ Հա։ Դուք հաճախել եք այդ դպրոցը։ Սարը կլինի, որ Ես հաճախել եմ։ Ես ներկապահից այդ դպրոցի սան եմ։ Շատ լավ է։ Իսկ ինչ շատ մարդիկ են հաճախում, դուք որ նկատում եք։ Շատ այդքան շատ հաճախում են։ Կան նաև ուսուցիչներ են, որ հաճախում։ Ահա։ Հա, Ժաննա ջան, դու էլ էիր բան ասում։ Հա, այն աշակերտները, ովքեր ցանկություն են հայտնում Թբիլիսիում ուսումը շարունակելու, մեծամասամբ հաճախում են, քանի որ դա մեծ հնարավորություն է, որ նրանք կրթություն ստանան վրացերեն սովորեն, ու այդտեղ ոչ միայն հաճախում են ուսանողներ, աշակերտներ, այլ նաև անձինք, որոնք ավարտել են ուսումը Հայաստանում կամ այլ երկրում, սակայն ուզում են աշխատանք շարունակել Վրաստանում, դա մեծ հնարավորություն է նրանց սովորել վրացերեն եւ ստանալ սերտիֆիկատներ, որին շնորհիվ նրանք կարող են արդեն սկսել աշխատել Վրաստանում։ Այ շատ հետաքրքիր կետի հասանք, ես կուզենայի իմանալ դուք թերևս այստեղ գտնվող բոլորդ Վրաստանում եք, չէ՞, ցանկանում ձեր կրթությունը շարունակել եւ ձեզնից մի քանիսն արդեն իսկ ընդունվել են, եթե չեմ սխալվում, Թբիլիսիում, հա? Այ ոնց եղավ, որ դուք ընտրեցիք հենց կրթությունը Թբիլիսիում, այլ ոչ թե Երևանում։ Սևակ ջան, գուցե քեզ լսենք։ Օրինակ մեկը ես Հայաստան, որովհետև ճիշտ է իմ պատմական հայրենիքը Հայաստանը, բայց իմ ապագան պատկերացնում եմ Վրաստանում ու այդ դեպքում Վրաստանում չիմանալով վրացերեն, չտիրապետելով պետական լեզվին, նախ առաջինը կունենամ խնդիրներ աշխատանքի հետ, աշխատանք չեմ կարողանա նորմալ գտնել, հետո էլ կոմունիկացիան մարդկանց հետ շփվելու արդեն առաջնայինը մեզ համար վրացերենն է, որովհետև ճիշտ է, մեր շրջանում չկա այդքան շատ անհրաժեշտություն վրացերեն տիրապետելու, որովհետև հիմնականում հայերով է բնակեցված շրջանը, իսկ եթե օրինակ գնանք Թբիլիսի կամ մի խոսքով հատենք Ջավախքի սահմանները, այդ դեպքում առաջնային կարևորություն լինում է վրացերեն լեզվի տիրապետությունը։ Հենց այդ պատճառով էլ շատ կարևոր է տիրապետել լեզվին։ Այսինքն դու քո ապագան տեսնում ես Վրաստանում, այլ ոչ Հայաստանում, այսպես ասած, եւ այնուամենայնիվ ոչ թե Ջավախքում, այլ Ջավախքից դուրս վրացական այլ տարածքում, ճիշտ եմ հասկանում։ Օրինակ Թբիլիսիում։ Դե չէ, կարող ապագաս հենց Ջավախքում ձևավորվի, բայց ամենակարևորը այն է, որ անկախ նրանից ես կապրեմ Ջավախքում, թե Ջավախքից դուրս Վրաստանի խորքերում, կամ թեկուզ կլինեմ Հայաստանում, տվյալ պահին ես ապրում եմ հենց Վրաստանում, իմ համար երկրի պետական լեզուն իմանալը շատ կարևոր է։ Այո, հասկանալի է։ Այ Կարենի ինչ է կարծում այս թեմայի հետ կապված։ Իմ կարծիքս նույնն է, Սևակի հետ համամիտ եմ, քանի որ տեսի մեր օբշի տունը ընտանիքը Վրաստան է ու վրացերեն գիտնել ամենակարևոր բանն է այստեղ, չգիտեմ։ Պարզ է, շնորհակալ եմ շատ այս հարցի հետ կապված։ Կարծում եմ ավելի երկար կարող ենք քննարկել, բայց կուզենայի Լուսինեի կարծիքներ իմանալ, որտեղ ես որոշել կրթությունը շարունակել եւ ինչու։ Այս տարի քանի որ ավարտելու եմ դպրոցս, ես ավելի շատ նախընտրում եմ Վրաստանը,
Վրաստանի համալսարան եմ, որովհետև այստեղ չգիտեմ, այստեղ ինձ թվում է ավելի բարձր գիտերի, ավելի բարձր կրթություն կարամ ստանամ ու չգիտեմ։ Ավելի բարձր ասելով ինչ նկատի ունես կրթության մակարդակը, հա, կարծում ես այդտեղ ավելի լավն է, քան Հայաստանում։ Ինձ թվում է, հա, այստեղ ավելի ես այդպես եմ կարծում, ինձ թվում է այստեղ ավելի լավ է, քան Հայաստանում, չգիտեմ։ Համ էլ նրա համար, որ այստեղ մոտիկ է, էդ էլ կա, պլյուս այդ ամեն ինչին։ Ես էլ եմ կարծում դա էլ կապում է, սահմանում չէ, անձնագիր է պետք եւ այլն, եւ այս կետեղ ավելի հեշտ է տեղաշարժը կարծում եմ։ Այո, Ժանջան։ Ինչ վերաբերվի կմակարդակի մասին, ինչ նոր նշեց Լուսինեն, համամիտ չեմ, քանի որ մենք նույնը Վրաստան, նույնը Հայաստան կան տարբեր համալսարաններ ու տարբեր մակարդակի, այսինքն պետությունով չէ որ որոշվի կմակարդակը։ Մենք այստեղ կընտրենք ուրիշ հարցերի վրա ավելի շատ կենտրոնանալով, որ կրթությունը այստեղ շարունակենք, հետիկալի լեզվին տիրապետել, աշխատանք գտնելը, մոտիկությունը, հարմարությունը ծնողներին հետ, երբ որ մենք ամեն արձակուրդին տուն կվերադառնանք, հնարավորություն ունենք սահման չանցնելու ու լիքը խնդիրներ այդտեղ կան, որ մենք ավելի դժվարությամբ կգանք։ Բայց այստեղ թիվի սովորողներուն ավելի հեշտ է, ճիշտ է, մեզ հեմի օնլայն է ու տարբերություն չէր էլի այդ մոտիկությանը համար, բայց էլի կա։ Ու մեմա մի բան եմ նշեմ, այստեղ լեզուն ավելի շատ տիրապետելու պլյուսայնիկ է, որպես էթնիկ փոքրամասնություններ, մեզի համար կան ահավոր շատ ծրագրեր, ինչի մասին որ երեխաների մեծամասնությունը անտեղյակ է ու շատ մեծ ուշադրություն չեն դարձնի, բայց կան ուսանողներ, աշակերտներ, որոնք որ վրաց լեզվին տիրապետեն կը ու կայնան մասնակցել։ Իսկ այն երեխաները, որոնք որ լավ չեն տիրապետի, ավելի շատ վախենան որ լեզուն չգիտեն ու հեչ մի բաnem չեն օգտվի։ Այդ որ հետևանքերն կլոր որ իրանք հնարավոր է եւ Հայաստան չեշտան սորվելու եւ Վրաստան չշարունակեն ուսումը։ Հասկանալի է, շնորհակալ եմ շատ։ Ժանանցած հնարավորությունները вообще մեծ է ու կայնամսոր էթնիկ պրոգրամացիաներն մեզի հայերուս ավելի շատ հնարավորություն կա, քան մյուս վրացի ուսանողներուն։ Քանի որ օրինակ բերեմ, վրացական բուհեր ընդունվելու համար հայերը ու ադրբեջանցիները նույնպես կուտան ընդամենը մեկ քանություն որ ընդունվին այսպես ասած նախապատրաստական կուրս ու այդ մեքանիզմը շանսեր անվեճար ընդունվին, քան վրացին որ տադի 3-4-5 առարկաներ։ Ահա, մենք նաև խոսելու ենք ադրբեջանցիների մասին, մյուս կուրս ընկերս էլ ադրբեջանցի փոքրամասնությունների մասին է անելու նմանատիպ մի պրոյեկտ, կիմանանք նաև նրանց կարծիքները, կհամեմատենք, դա եւս հետաքրքիր կլինի, շնորհակալ եմ նաև որ նշեցի դա, շատ լավ, կա ինչ-որ բան, որ մենք գուցե ժամանակի հետ կապված կամ չգիտեմ, ուղղակի էմոցիոնալ էինք եւ բաց թողեցինք եւ դուք իսկապես կուզենայիք, որ այս հանդիպման համատեքստում խոսվել ու չի խոսվել ու կուզեիք ավելացնել։ Ուղղակի մեր բանը ավելացնեի։ Անկախ նրանից, որ մեր պատմական հայրենիքին չկրկնեցի Հայաստանը, մենք ապրենք Վրաստան, ու մեզի համար կոնկրետ Հայաստանի ու Վրաստանի միջև տարբերություններ պետք չէ տանել, որովհետև այսպես ասած երկու հայրենիքի մեջ տարբերություն չկա, երկուսն մեր հայրենիք։ Հիանալի։ Եվ ես ինքս կարծում եմ, որ ամենակարևոր միտքը եւ կարևոր գաղափարը այս ամեն ինչում սա է, որ դուք վերագտնեք ձեզ այս երկու մշակույթներում, երկու երկրներում, որովհետեւ դուք գտնում եք դրանց կիզակետում, հա, այսպես ասենք։ Ժանջան ուզում եք ինչ-որ բան ավելացնել։ Հա, եթե կարելի է, իհարկե։ Իհարկե։ Շատ հաճելի է որ մենք այստեղ կապրենք ու ինչպես ամեն մասեն ինչ որ բանում եթե լսենք, այսինքն Վրաստանի կողմից Հայաստանի մասին ինչ որ լավ նորություն կամ նույնի հակառակը։ Մենք այստեղ, այսպես ասած, իրոք մեջտեղում ենք գտնվում ու եթե ինչ որ լավ բան է լինում, շահում ենք մենք, եթե ինչ որ վատ բան է լինում, տուժում ենք էլի մենք։ Ինչպես Սևակը նշեց, երկու պետություններն են, մեր հայրենիքներն են ու
Պետք չի նշել, եթե ապրում ենք Վրաստանում, վсё, Հայաստանը մեր համար ոչ մի բան է, մենք Հայաստանի հետ կապ չունենք ու չգիտեմ։ Երկուսն էլ հավասար մեր պետություններն են։ Այստեղ ապրում ենք, բայց ծագումով Հայաստանից ենք։ Հրաշալի։ Եվ առավել եւս ձեր դեպքում, որ տիրապետում եք երկու լեզվիներ, երկու մշակույթի կրողն եք, ես անձամբ շատ իսկապես հպարտ եմ եւ երջանիկ ես առիթով։ Շատ հրաշալի է ձեզ հետ խոսել այս թեմայի հետ կապված։ Իհարկե ես հույս ունեմ, որ հետագայում այս խնդիրը ավելի լայն մասշտաբով կլուծվի եւ հետագայում երիտասարդները ավելի հեշտությամբ կարող են տիրապետել լեզվին, երկու լեզվիներ եւ հեշտությամբ շարունակել կրթությունը եւ այլն։ Շատ մեծ ձեռքբերումներ եմ մաղթում երկու մշակույթների, երկու լեզուների կիզակետում։ Իսկապես դուք հիանալի միջավայրում եք հիմա, երկուսի կիզակետում։ Սա հրաշալի հնարավորություն է եւ օգտագործեք այդ հնարավորությունը։